Կառավարությունը որոշեց 172 միլիոն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրի իրականացման համար։ Իրականացվելիք նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ այն ներառում է կիրճի համալիր բարեկարգում, նոր լանդշաֆտային եւ ճարտարապետական լուծումներով, զբոսայգիներով, սպորտային հարթակներով, կինոդիտման գոտիով եւ սրճարանով։ Նրա խոսքով արդեն իսկ իրականացվել են ֆլորայի եւ ֆաունայի ուսումնասիրություններ, նաեւ սահմանագծվել է տարածքը։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ եւ ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաեւ սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում եւ նմանատիպ ենթակառուցվածքի կարիք այնտեղ կար եւ բազմաթիվ այդ կիրճում սպորտով զբաղվողների նաեւ պահանջն ու խնդրանքներ սա, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ սա մեր ընդհանուր կիրճի վերակազմավորման, վերաձևավորման կոնցեպտի մեջ է մտնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կիրճն արդեն իսկ ակտիվ օգտագործվում է քաղաքացիների կողմից որպես մարզվելու եւ հանգստի վայր եւ այժմ խնդիրն այդ միջավայրն առավել հարմարավետ դարձնելն է։ Դա հսկայական մեծ տարածք է եւ շատ մեծ պոտենցիալ ունի եւ Երևան քաղաքում ընդհանուր առմամբ եւ օդի որակի եւ կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի եւ մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել եւ այսպիսով սկսում ենք իրականացնել։ Խոսելով Երևանի կանաչապատման մասին Ավինյանը նշեց, որ վերջին 4 տարիների աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները միասին վերցրած։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ մայրաքաղաքում խցանումների խնդրին։ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում տարեկան գրանցվում է 12000 նոր ավտոմեքենա եւ խցանումների պատճառներն են մեքենաների աճող քանակը, վարելու մշակույթն ու ենթակառուցվածքների սահմանափակությունը։ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ որևէ քաղաք անսահմանափակ հնարավորություններ չունի մեքենաների սպասարկման համար եւ կարեւորեց համակարգային լուծումների ներդրումը, այդ թվում արհեստական բանականության կիրառումը երթևեկության կառավարման մեջ։ Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը տեղել ջանք չի խնայում, ուզում եմ տեղեկացնել պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Վարչապետի խոսքով ներկայում մետրոյի աջափնյա կայարանի կառուցումը դիտարկվում է որպես ռազմավարական կարևոր նախագիծ։ Օրակարգում ընդգրկված էր նաև ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ճանապարհների շերտագրման նոր սարք ձեռք բերելու նախագիծը, որը թույլ կտա առավել ճշգրիտ գնահատել ճանապարհների վիճակն ու ընտրել համապատասխան նորոգման տարբերակը անհրաժեշտության դեպքում քանդել ու նորից կառուցել։ Փաշինյանն էլ կրկին հայտարարեց, որակի հարցում կոմպրոմիս չի լինելու։ Հաջորդ թիվ կառավարությունը համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձու Մաթևոսյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագրի արժեքը 5 տարվա համար կազմում է 165 միլիոն դրամ։ Սոցիալական ուղղությամբ կառավարությունը որոշեց փոխհատուցում տրամադրել 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք տապանաքարերը տեղադրել են սեփական միջոցներով։ Նախնական հաշվարկով դրա համար կուղղվի մոտ 10 միլիոն դրամ։ Բացի այդ որոշվեց մինչև 250,000 դրամ փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով։ Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսության ոլորտին։ Հայտարարվեց, որ գյուղացիներին կտրամադրվեն մինչև 2 միլիոն դրամի անտոկոս վարկեր ոլորտի զարգացումը խթանելու նպատակով։ Ծրագիրը նախատեսված է 26-27 թվականների համար։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը ծրագրով պարոն վարչապետ 1-ից 2 միլիոն դրամ է, այսինքն նվազագույնը 1 միլիոն դրամ, առավելագույնը 2 միլիոն դրամ եւ ամբողջ տոկոսադրույքը կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14%, այսինքն կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14%-ային կետը եւ այդ ամբողջ 14%-ային կետն էլ կառավարությունը կսուբսիդավորի, որի արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0%-ով վարկ կարողանան ձեռք բերել, վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է։ Այսինքն, եթե մեր
քաղաքացիները վերցնեն 2 միլիոն դրամ, առաջին 6 ամսվա ընթացքում ոչինչ չեն վճարի, տոկոսադրույքները կվճարի պետությունը, իսկ 6-րդ ամսից սկսած նրանք սկսեն վճարել մայրգումարը։ Ի դեպ, վարչապետի խոսքով 2018 թվականից հետո պետբյուջեում գեներացված լրացուցիչ 6.6 միլիարդ դոլարից 4 միլիարդը տարբեր ծրագրերով վերադարձվել է քաղաքացիներին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։